Պարոն Փաշինյան, Ադրբեջանի փոխվարչապետի այսի շուրջ 3 տեղեկություններ շրջանառվեցին, որ նա եկել է այստեղ նաև ադրբեջանցիների վերադարձի հարցի շուրջ բանակցելու համար։ Խնդրում եմ հրապարակավ հերքել կամ հակառակը հաստատել այդ շրջանառվող տեղեկությունները։ Եվ երկրորդ հարցը, պարոն Փաշինյան, քաղաքացիների հանդիպումների շրջանակում տեսնում ենք, որ դուք բազմաթիվ երեխաների հետ եք նաև հանդիպում։ Սա այս նախընտրական շրջանում ինչ է, եթե ոչ նրանց քաղաքականության մեջ ներգրավելը, քարոզչության մեջ ներգրավելը, եւ ծնողները նաեւ քաղաքական ուժեր կարող են օրինակ դիմել դատարան, կենտրոնական ընտրական հանձնաժողով, որովհետեւ կարծես ոտնահարվում է նրանց իրավունքները, նաև 3 դպրոցներից կարծեմ մեկում կամ 2-ում հնչել է ձեր կուսակցության երգը, երեխաները բեմադրել են, երգել են այդ երգը եւ սա էլի ինչ է, եթե ոչ ուսումնական հաստատությունը քաղաքականացնել։ Երգը կուսակցությանը չէ, երգը Հայաստանի Հանրապետության մասին է եւ ես չեմ կարող որևէ երեխայի արգելել, որ եթե ուզում են գան ինձ տեսնելու, եթե լինի որևէ տեղեկություն, որ որևէ երեխայի հարկադրաբար, պարտադրաբար կամ որևէ անթույլատրելի ձևերով բերում են կամ ընդհանրապես ես ուզում եմ ասել, ես այս գլխից ուզում եմ հստակ հայտարարել, իմ մասնակցությամբ որևէ միջոցառում, եթե որևէ պետական պաշտոնյա օգտագործի վարչական ռեսուրս առանց քննարկման ես այդ պաշտոնյային աշխատանքից հեռացնելու եմ։ Եթե որևէ պետական պաշտոնյա վարչական ռեսուրսին ենթարկվելով գա այդ միջոցառումներին, ես այդ եկած պաշտոնյաներին էլ առանց քննարկման աշխատանքից ազատելու եմ։ Առավել եւս երեխաների հետ կապված, եթե այդպիսի բան պարզվի, բայց դուք կարծում եմ տեղում չեք լինում եւ լավ պատկերացում չունեք։ Մյուս կողմից ես ուզում եմ ասել, որ բոլոր մարդիկ իրավունք ունեն օրենքով սահմանված կարգով մասնակցել միջոցառումների, երկրի վարչապետը այցելում է միտեղ, այսինքն դա կարծում եմ, չնայած ես շատ եմ տարբեր տեղեր այցելում, բայց այնուամենայնիվ դա սովորական եւ շարքային իրադարձություն չի եւ մարդիկ կան, որոնք ուզում են հաղորդակցվել այդ իրադարձության հետ, բայց ուզում եմ հակառակն էլ ասեմ, հանկարծ եթե վարչական ռեսուրսով որևէ մեկը օրենքով արգելված ձևով որևէ մեկին արգելի, հեսա նախընտրական շրջանական կամ վարչական ռեսուրս օգտագործելով կամ հարկադրի գալ կամ արգելի գալ, երկու դեպքում էլ հետևանքները նույնն են լինելու, որտեղ Հայաստանի Հանրապետությունը ազատ ժողովրդավարական պետություն է, ինչ վերաբերվում է ձեր նշած առաջին հարցին, մենք Ադրբեջանի հետ երբեք նման հարց չենք քննարկել եւ չենք քննարկում։ Եվ ես ուզում եմ ասել նաև, որ արդեն ձեզ հայտնի ժամանակներից մենք Ադրբեջանի հետ չենք քննարկում նաև Ղարաբաղի հայերի վերադարձի հարց, Բաքվի հայերի վերադարձի հարց եւ մնացած տեղերի վերադարձի հայերի վերադարձի հարց, որովհետեւ ակնհայտորեն երկու ուղղությամբ էլ քննարկումները ունեն պրովոկատիվ ազդեցություն ընթացիկ քաղաքական իրավիճակի վրա եւ մեկը մյուսին կարող են եւ հաճախ այդպես էլ պատահում է թեժացնում են եւ նաեւ ես ուզում եմ ուշադրություն հրավիրել այն փաստի վրա որ երկու հարցերն էլ քաղաքական օրակարգում թեժ են պահում նույն ուժերը սկզբից մի հարցն են սկսում էսկալացնել հետո բավարար էֆեկտ չի ունենում իրանց համար, երկրորդ հարցն են էսկալացնում, այսինքն դա էժան ներքաղաքական շահարկում է եւ ոչ ավելի։ Ընդ որում ես ուզում եմ ասել, որ կան մարդիկ, որ այդ թեմայով խոսում են, բայց իրանք չեն հասկանում ինչի համար են խոսում եւ ինչ նպատակադրմամբ։ Օրինակ կալուգացի օլիգարխը 100%-ով համոզված են, որ չի հասկանում ինքը ինչ է ասում եւ ինչի համար է ասում։ Իրեն հանձնարարում են ինքը ասում է։ Ուրիշ որ ինքը չի հասկանում ինչի մասին է խոսում, ինքը հարցերի փոխկապակցվածություններն էլ չի հասկանում։ Դա էժան քաղաքական շահարկում է եւ ես հստակ պատասխանեցի ձեր հարցին, որ մենք նման հարց երբեք չենք քննարկել, երբեք։